Կարամանյան, քանի որ խոսում էինք սպորտի արդի հիմնահարցերի մասին, կներկայացնենք այսօր հայկական թենիսի ամենամեծ հիմնախնդիրը, որն է, եւ թենիսի ֆեդերացիան ինչ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ունենա կոնկրետ արդյունքներ այս ասացում։ Նախ եւ առաջ ուզում եմ ցանկանայի ասել, որ Հայաստանի թենիսի ֆեդերացիան կարելի ասել շատ քիչ մարզաձևերից է, որը անցկացնում է Հայաստանում ունենամեծ քանակով միջազգային մրցաշարեր։ Մենք անցկացնում ենք միջազգային մրցաշարեր բոլոր տարիքային խմբերում պատանեկան եւ պրոֆեսիոնալ եւ նաեւ վետերանների համար։ Անցյալ տարի մենք անցկացրեցինք 29 միջազգային մրցաշարեր վարկանիշային Հայաստանում, որը դա շատ լավ ցուցանիշ է եւ մենք դրա վրա չենք կայանում, մենք այս տարի նախատեսում ենք ավելացնել մեր միջազգային մրցաշարերի շարքը։ Խնդիրներ, այո, մենք ունենք ենթակառուցվածքային խնդիրներ, նաև մենք ունենք Հակ Երևանում փակ դահլիճների, թենիսի դահլիճների խնդիրներ շատ քիչ են, որովհետև թենիսով զբաղվողների քանակը շատ է, եւ մենք ձմեռվա փուլով մենք ունենք խնդիրներ մեր մարզիկների պարապելու համար, եւ սիրողական, եւ մանկապատեական, եւ պրոֆեսիոնալ։ Բայց ունենք շատ լավ սպորտային համալիր, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը, որը ունի շատ մեծ հնարավորություն, ունի 4 հատ փակ դահլիճ, որտեղ մենք կարողանում ենք անցկացնել միջազգային մրցաշարեր եւ նաեւ ուսումնամարզական հավաքներ, որը տալիս է հնարավորություն մեր մարզիկներին ավելի լավ լավացնել իրենց մարզական վիճակը։ Այսօր հայկական թենիսի զարգացման համար հատկացվող բյուջեն բավարարում է միջազգային 80 խաղացողներ պատրաստելու համար։ Պետական բյուջեի մասին է խոսքը գնում, պետական բյուջեն կազմում 8 միլիոն 770,000 դրամ, ոչ, դա բավարար չէ, բայց մենք նաև օգտագործում ենք մեր հնարավորությունները, մեր մասնավոր եւ նաև շնորհակալություն ուզում հայտնել մեր նորընտիր նախագահ, անցյալ տարի մենք ունենք նոր նախագահ Վարդան Զաքարյանը, որը մենք մշակում ենք ռազմավարություններ թենիսի զարգացման համար եւ ահագին փոփոխություններ է լինում թենիսի ֆեդերացիայում դեպի լավը։ То есть նույն ձևի մենք ունենք ծրագրի թվայնացման, նաև եւ ունենք բաժին, որը ստեղծվել է դեպարտամենտ, որը զարգացման դեպարտամենտ է կոչվում եւ կառավարման, որը իհարկե կաշխատի դեպի թենիսի զարգացմանը եւ ունենալ ավելի լավ մարզիկներ մեր Հայաստան ներկայացնելու համար։ Քննարկման ընթացքում խոսքնած սպորտային հոգեբանների եւ դրախոսության մասին, արդյոք Հայաստանի թենիսի ֆեդերացիայում կան սպորտային հոգեբաններ եւ եթե չկան, ինչպես է լուծվում այս խնդիրը։ Կարող է ասել, որ ընդհանրապես մեծամասն սպորտային ֆեդերացիաները չունեն ինչ-որ իրենց հոգեբան, հաստիկային հոգեբաններ։ Մենք աշխատել ենք մի քանի հոգեբաների, դա եղել է պիլոտային ծրագրեր նախկինում։ Մեր խմբական ուսումնամարզական հավաքների ժամանակ մենք ընդգրկել ենք հոգեբաներ, որոնք աշխատել են մեր մարզիկներ եւ ունեցել են որոշ արդյունքներ, դրական արդյունքներ։ Բայց այդ խնդիրները, որ այսօր հնչվեց եւ մտածում եմ, որ պետք է ինչ-որ բոլոր սպորտային համալիրները ունենան պարտադիր հաստիկ հոգեբանի, բայց ոնց որ ես նշեցի, որ պետք է լինեն մասնագիտացված սպորտային հոգեբաներ այդ ոլորտի, այդ մարզաձևի ոլորտի մեջ, որտեղ նորից եմ ասում, այդ մարզաձևերը առանձնանում են իրարից եւ ինչ որ հոգեբան պետք է աշխատի թենիսի մարզիկ հետ, ասենք տարբերվի բոքսի մարզիկ հետ։ Դրա համար պետք է մենք մնանք եւ մտածենք ոնց են կարողանում այդ համակարգը զարգացնենք հոգեբաների եւ ունենանք լավ մասնագետներ։ Արդեն մի քանի տարի է վարչապետի գավաթ տարբեր մարզաձևերով միջոցառումներ են անցկացնում, մրցաշարեր, այդ թվում նաև սեղանի թենիսի սիրողական մրցաշարեր, դուք ինչ եք կարծում, այդ միջոցառումները որքանով են նպաստում Հայաստանում սպորտի եւ տվյալ սպորտաձևերի զարգացմանը։ Բոլոր միջոցառումները զարգացնում է սպորտը, բայց տարեկան տարի մի անգամ, ասենք դա չի կարելի ասել, որ դա ինչ-որ մեծ արդյունավետություն է, բայց որ անցկացման նման միջոցառում դա դրական է։
Ես կասեի, որ պետք է մի քիչ ավելի լուրջ ռազմավարություն մշակվի դեպի սպորտի զարգացումը, որ չսահմանափակվի այդ վարչապետի գավաթ կամ քաղաքապետի գավաթ մրցաշարերով, այլ նույն ձևի մտածվի, որ առօրյա, ասենք, սպորտում մենք ունենանք լավ մարզիկներ եւ առողջ ապրելակերպը եւ պրոֆեսիոնալ սպորտը զարգանա։ Կառավարությունը հայտարարում է, որ զարգացնում է սպորտը, գիտեք Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստերում հաճախ անդրադառնում է սպորտի զարգացմանը, խրախուսվում է հեծանիվ վարելը, գիտեք անգամ սուբսիդավորում է տրամադրվում, որպեսզի դպրոցականները հեծանիվ վարեն։ Ինչ եք կարծում, սրանք որքանով են նպաստում եւ դպրոցներում եւ առհասարակ սպորտի զարգացմանը մասնակցությամբ։ Ոնց որ ես ասացի, դա դրական է, նման միջոցառումները պետք է ավելի շատ լինեն, դա դրական է, բայց նորից եմ ասում, ռազմավարությունը դեպի սպորտի զարգացման պետք է մի քիչ ավելի ուրիշ ձևի նայվի, հա, որտեղ դե պետք է ոնց որ նախակրթական դպրոցներում, ասենք, զարգացնենք նույն ձևի բուհերում, ոնց որ հնչեց այսօր այս բոլոր հարցերը, այ դրանից հետո ես վստահ եմ, որ նման միջոցառումներ կարա եւ ավելին լինի եւ ավելի լավ դրական էֆեկտ ունենա մեր ընդհանուր սպորտի բնակավայրում։